ինչի պիտի վայր դնենք մեր բոլոր զենքերը։ Ինչի պիտի վայր դնենք բոլոր զենքերը։ Այսինքն, ձեր մոտեցումը ո՞րն է, հնարավորինս անզեն, հնարավորինս առանց պաշտպանության մեր կանգնել սպառնալիքների առաջ, չէ, մենք ասում ենք վերցնենք բոլոր զենքերը, որոնք ունենք, ու դրանով պաշտպանվենք։ Այդ զենքերը մեզ օգնելու են պաշտպանվելու, չեն օգտագործվելու հարձակման նպատակով։ Արդյոք Հայաստան դաշինքը դեմ է խաղաղությանը, դեմ է խաղաղության երևույթին եւ պայմանագրին։ Ոչ, չի կարող դեմ լինել։ Բայց խաղաղություն խաղաղության համար, ուղղակի խաղաղություն, մենք ասում ենք խաղաղություն, որ ապահովի մեր ժողովրդի անվտանգությունը։ Մեզ ինքնանպատակ խաղաղություն, ուղղակի որ ասենք խաղաղություն է, պետք չի։ Ինչի պետք չի, որովհետեւ խաղաղը նաև գերեզմանում։ Եթե մենք ուզում ենք ուղղակի խաղաղություն, եկեք փոսը փորենք, հողը լցնենք վրաներս եւ կլինենք ամենախաղաղ վիճակում։ Մեզ պետք չի այնպիսի խաղաղություն, որը հիմա կա Արցախում, խաղաղություն առանց հայերի։ Մեզ պետք է խաղաղություն, որը կապահովի մեր անվտանգությունը, այլապես անիմաստ է։ Արդյոք հնարավոր է խաղաղություն ապահովել թուղթ ստորագրելով, որի վերնագիրը խաղաղություն է։ Ոչ, չի կարելի։ Արդյոք հնարավոր է հարաբերությունները կարգավորել եւ կպետք է, այո, ով իշխող ուժին մի քննադատական խոսք կհնչեցներ, եթե իրենք օրինակ Ադրբեջանի հետ ստորագրեին հարաբերությունների կարգավորման փաստաթուղթ, պայմանավորվեին, որ դեսպաններ են նշանակում մայրաքաղաքներում եւ բանակցությունները շարունակում են միջազգային օրենքներին համապատասխան։ Ոչ մեկ, բայց իրենք ստորագրել են թուղթ, անունը դրել են խաղաղություն, ասում են արդեն կայացած փաստախաղաղությունը առանց կոնֆլիկտը ծնող հիմնական խնդիրներին անդրադառնալու, դա բաց թողելու։ Մենք ասում ենք այդպես չի լինում, խաղաղություն գերիներով չի լինում, խաղաղություն օկուպացված տարածքներով չի լինում, խաղաղություն առանց կոնֆլիկտը ծնած հարցերին լուծում տալու չի լինում։ Ուրեմն մեր առաջարկը տարանջատել հարաբերությունների կարգավորումը խաղաղության գործընթացից։ Խաղաղությունը երկարատև, տասնամյակներ տևող գործընթաց է, որի վերջնարդյունքը պիտի լինի համապարփակ լուծումը։ Հարաբերությունների կարգավորումը կարող է լինել շատ ավելի արագ։ Դեմ ենք արդյոք ապաշրջափակմանը։ Ոչ, չենք կարող դեմ լինել։ Ի՞նչն է խնդիրը, որ ապաշրջափակում չկա։ Դա է խնդիրը։ Եթե դուք ասում եք ապաշրջափակումա թրիփը, որ ինչ ճանապարհ է այդտեղ ապաշրջափակվել։ Մենք դեմ ենք միակողմանի զիջումներին։ Ինչ կանեինք մենք, եթե այնպիսի իրավիճակում ենք, որ այդ ճանապարհը, որը դուք տվել եք իր ռեժիմով առանձնահատուկ, հիմա կա այդ պայմանավորվածությունը։ Բանակցել փոխադարձության մասին։ Իսկ ինչու պիտի Հայաստանը նույն ռեժիմով ճանապարհ չստանա երասխով։ Ի՞նչն է խանգարում։ Հայաստանի ձեռքում մի գործիք ավելը կխանգարի։ Իսկ ինչու պիտի այդ ուղղությամբ բանակցություններ չլինեն։ Ինչի պիտի մեր բոլոր դիվանագիտական ջանքերը ուղղված լինեն, ինչ մեզնից պահանջել են, դա տվել ենք, հիմնավորելու, որ դա առավելագույնն է, որ մենք կարող ենք ունենալ։